ձեզ հարգելի գործընկերներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պարոն Հարությունյան, սիրելի պատգամավորներ, սիրելի կառավարության եւ պատգամ մարմինների ներկայացուցիչներ եւ լսումների մասնակիցներ, հարգելի բարեկամներ։ Իհարկե, հարցը, որ այսօր լսումները մենք ընդունել ենք եւ իրականացնում ենք լսումներ, նպատակը մեկն է։ Հնարավոր էր առանձին ապրանքատեսակների թանկացումից խուսափել, թե չէ։ Գնաճը օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ է, ինչ պետք է անի իշխանությունը, որպեսզի եթե կա ոչ օբյեկտիվ գնաճ, մեր հասարակության վրա այդ բացասական ազդեցությունը մեղմանա։ Ես կգամ հերթով։ Իմ հարգելի գործընկերները ներկայացնեցի կարծիքը, հարգանքով ենք վերաբերում բոլոր կարծիքներին, բայց թույլ տվեք չհամաձայնել։ Որևէ երկրում, որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով։ Եվ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքատեսակների գները թանկանում են եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ։ Մենք այստեղ հավաքվել ենք նաեւ մասնագիտական պրոֆեսիոնալ քննարկումներ իրականացնելու եւ մեխանիզմներ առաջարկելու։ Հիմա մենք խոսում ենք գնաճի մասին։ Գնաճը ունի մի քանի պատճառներ։ Պատճառ համար 1 միջազգային շուկա, հնարավոր է 1 հարվածով միջազգային շուկայի բացասական ազդեցությունը չեզոքացնել, թե ոչ։ Մենք ապրում ենք ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում։ Կներեք, դուք խոսեցիք խորհրդային Հայաստանի մասին կամ խորհրդային կարգերի, մենք խորհրդային կարգերում չենք ապրում, ոչ էլ պլանային տնտեսությունում ենք ապրում, որպեսզի Բաղրամյան 26-ում կամ այս շենքում կամ կառավարությունում քաղաքական որոշում կայացվի եւ ասի, պետք է կարտոֆիլի գինը գցենք 50 դրամից ավել չբարձրանա։ Մենք պարտավոր ենք ազատ մրցակցային պայմաններ ապահովել։ Երկրորդ, ինչ պետք է անի իշխանությունը։ Իշխանությունը պետք է հնարավոր բացասական ազդեցությունները մեղմացնի։ Գյուղնախարարը հստակ նշեց. դիզ վառելիքի թանկացումը, այո, շատ բացասաբար է ազդում մեր գյուղատնտեսական տնտեսության վրա եւ Հանրապետության նախագահի առաջարկով այսօր արդեն կառավարության ներկայացուցիչը հստակ նշեց, որ մենք ծրագրում ենք սուբսիդավորել մեր գյուղացիական տնտեսություններին, որպեսզի այն բացասական հետևանքները, որ հնարավոր գնաճը դիզ վառելիքի ունի, հնարավորինս մեղմենք կամ չեզոքացնենք։ Սա մեխանիզմ է լուծման, մեխանիզմ է։ Երկրորդը, մենք խոսում ենք գնաճի մասին։ Գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի ձև։ Ա. Ներքին արտադրությունը զարգացնելով, Բ. Սուբսիդավորելով, Գ. Օգտվելով այն այլընտրանքից, որը կա։ Այստեղ շատ է խոսում Եվրասիական տնտեսական միության անդամակցման մասին, բացասաբար հետևանքները, եւ Շաբոյանը եւ մեր գործընկերները հստակ անուն առ անուն ներկայացրեցի, որ հիմնականում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի Հանրապետության միանալը ոչ թե բացասաբար է ազդել մեր տնտեսության վրա եւ առանձին ընդհանուր ապրանքների գնագոյացման վրա, այլ ընդհակառակը այլընտրանքային հնարավորություն է տալիս մեզ ավելի էժան ապրանքներ ներկրելու։ Հաջորդը, մենք բոլորս խոսում ենք գնաճից։ Հարգելի պարոն Փաշինյան, ես չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել։ Մենք բոլորս պետք է անենք այդպես, որպեսզի մեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն ունենա կարողանալ իր ընտանիքը նորմալ արժանապատիվ պահել։ Դրա համար ինչ է պետք։ Գրված է բյուջեում եւ կառավարության ծրագրում։ Մենք պարտավոր ենք ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, քան գների աճը։ Եվ 2018 թվականի բյուջեում ամեն ինչ արդեն գրված է։ Եթե ցանկություններով նայենք, հարգելի բարեկամներ, որևէ մեկին էլ առանձին տուրքեր, հարկեր, որևէ մեկը չուզենանք այդ տուրքեր ու հարկեր վճարենք։ Որ այդ հարկերը չտանք, տուրքերը չտանք, այդ անվտանգության ծախսերը, այդ սուբսիդավորման գումարները, այդ աշխատավարձերն ու թոշակները որտեղից ենք տալու։
Եվ ի վերջո, սեղ տնտեսագետները, պրոֆեսիոնալներ կան, խնդրում եմ, ես իրանց կարծիքին շատ կարևոր է։ Միշտ է, որ գնաճը վատ է։ Արհեստական գնաճը, գների անկումը միշտ է օգնում տնտեսության աճին։ Ես պրոֆեսիոնալ տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ, որ արհեստական գների անկումը տնտեսական աճի վնաս է, եւ մեր խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստական գները իջացնելը, այլ այնպիսի պայմաններ ստեղծելը, որ մեր ժողովրդի եկամուտներն ավելանա, որ մարդը կարողանա իր ընտանիքը պահել։ Խոսում եք գնանկման մասին, կա թե չկա։ Մարդը ասես, բա ինչի՞ չեք խոսում։ Հավի միս 20%-ով իջել է։ Պարոն Շաբյան, թե խափեմ, կասեք խափում եմ։ 14%-ով շաքարավազ է իջել։ 5-ից 6%-ով ալյուր է իջել։ 52%-ով հնդկածավար է իջել։ Բա սրա մասին ինչ չենք խոսում։ Ժողովուրդ ջան, եթե վատի մասին խոսում ենք, ուրեմն լավն էլ պետք է ասենք։ Եթե վատի համար, գնաճի համար մեղավոր է իշխանությունը, ուրեմն լավի համար էլ բարի եղեք, ասեք, էս ինչ լավն է այս իշխանությունը, որ 52%-ով այն է իջել, 20%-ով էլ հավի միսն է իջել։ Այլ ոչ թե այստեղ միայն մեջ բերենք սոխը, սխտորը եւ խառը կանաչին։ Արդարացի չէ։ Ես կարծում եմ, որ այս լսումների նպատակը մեկն է։ Մենք մեկս մյուսին լսենք, ոչ թե մեկս մյուսին վրա քար նետենք, այլ մենք բոլորս մի միասնություն ենք, բոլորս, եւ յուրաքանչյուրիս ընտանիքի վրա էլ ազդում է։ Մեխանիզմներ մշակենք, որպեսզի մենք կարողանանք այս մասնագիտական քննարկումը օգտագործել եւ կառավարության ներկայացուցիչները, եւ ընդդիմությունը, եւ փորձագետները, որպեսզի նոր լուծումներ առաջարկենք մեր երկրի ավելի արդյունավետ զարգացման համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Շնորհակալություն, պարոն Շարմազանով, այժմ ելույթի համար ձայնը տրվում է դոկտոր